Հեռուստասերիալներից մեկում նկարահանվելուց հետո երգչուհի Ռուզաննա Ավետիքյանը պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում ինստագրամյան իր էջում։ Այս անգամ երգչուհին ցավալի հրապարակում է արել։ Նա ինստագրամյան իր էջի սթորիզ բաժնում հրապարակել է մանկահասակ երեխայի լուսանկար ու գրել. «Մհերս, կարոտս, մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ», ինստագրամյան էջում գրել էր երգչուհին։ Իսկ Star News-ը ներկայացնում է նաև աստղային այլ նորություններ։ Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ իրենց ընտանիքում նոր անդամ է ավելացել։ Սիրուշոն և Լևոն Քոչարյանն իրենց երեխաներին ցույց են տվել փոքրիկ կատվի, իսկ երեխաները պահանջել են, որպեսզի մայրիկն ու հայրիկը թույլ տան, որ պահեն այդ կատվին, իսկ մենք առաջարկում ենք դիտել կադրերն առանց մեկնաբանության։ Կթողես, ման։ Վանդակ ես չել ուզի թողում կրաղատունքներ, կթողես։ Կատու կես կիրում, դու էլ իմ կատում ես։ Այ, կկատում եմ ես խույրն եմ։ Տամ դենք է, տամ կես։ Լապասնի։ Մատիկ ինդիր, մատիկ ինդիր։ Արի անում դնենք զայն։ Արի դնենք։ Ինչ դնենք։ Այս մոլորակի ամուներ։ Շատ ես լծրել ես Կպահեն շուրջ։ Օրեր առաջ մայրացած բլոգեր Քրիստինե Մարգարյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութերով է կիսվել, պատմելով իր կյանքում տեղի ունեցած նոր արկածային դեպքի մասին։ Առաջարկում ենք լսել բլոգերի խոսքը։ Եկել եմ արագ մի հատ բան պատմեմ ու գնամ։ Ուրեմն երեխուն տարել ենք բժշկի, հերթական ստուգումների հետ ենք գալիս, ուրեմն խանութից մեր տանջուրը վերջացել էր, ես սիրում եմ էլի այն փոքր շշերով, ջրերով, որ լինում է տանը, մի խոսքով մաման ասաց վերջացել է, պետքա վերցնես, մաման էլ երեխուն է գրկել, ասում եմ մտիներս, բայց մեկին կխնդրես, ասես թող օգնի, ուրեմն չկա սենց բան, ասում եմ մամ դե ամանչում եմ ում ասեմ, որ օգնի էլի, մի խոսքով մտել եմ խանութ, բան չեմ առնում, հաց եմ վերցնում, մեկ էլ մի բլոկ պետքա ջուր վերցնեմ, ունես մաման նորից է զանգել, Քրիստիկ հանկարծ չգրկես ջուրը, եթե բան չի, իրիկունը կբերեն տղաները, մի խոսքով, ասում եմ լավ, հեսա մի բարկյան, շարունակությունը, ուրեմն մաման ասում է, զանգել է, ասում է հենա Քրիստիկ տեսնում եմ, երկու տղամարդ է մտել խանութ, դրա մեջ բան չկա էլի, ասա, որ վիրահատված ես, խնդրի երկու քայլ է էլի, մեքենայի մեջ կդնեն, հա, սենց պտտվում եմ նայում եմ երկու հոգի տղամարդ են կանգնած տարիքով, ասում կներեք էլի ձեզ, որ շատ խնդրեմ, ամանչելով եմ էլի ասում, կօգնեք ես մի բլոկ ջուրը դնենք մեքենայի մեջ, հենց այնտեղ կանգնած է, ես մարդը նայեց, ինչ խնդիր այ քուր ջան, դեսի, կողքի մարդը մեկ էլ ինձ սենց է անում, բաբանը, ոպարներին պիվա չի հասնում, դեսեք, ես մտել եմ ընդամենը ջուր վերցնելու, սենց նայում եմ, ախր այն տարիքը չի էլի, փոքր չեն, որ ես ինչ-որ մի բան ասեմ, խորհուրդ տամ, ասեմ, գիտեք ինչ չի կարելի ալկոհոլ, ոնց որ ինձ են էլի լսելու, մի խոսքով, ասեցի շոք ասես, տեսած ինձ ջուրը գնում է, դե մեկա իրանք մտել էին այդ առնեին, հաշվեմ, որ չգիտեմ, ուտելու բան եմ օրինակ այդ տարիքով մարդկանց հյուրասիրել, աշխատակցին ասում եմ մի խոսքով էլի, մի քանի հատ գարեջուր, մեկ էլ հետևից մի հատ էլ բոչկա, տեսեք, այս աշխատող ասում ավելացնեմ, ասում ավելացրեք, վերջը, իմա ամենակարևոր պահը, մի հատ տղամարդ է գալի, իրանք գնում են դուս գալի քչփչում, այս տղամարդը գալիս է, բան այն ուրա այդ տվեք էլի տվեք ես այդ վերցնեմ գնամ վերցնում գնում է միջև դե QR են անում հաշվում են QR են անում հաշվում դա արդեն անցկացրին հիմա ջրերն էր անցկացնում բլոկով
Ուրեմն այդ տղամարդը վեկալում դուրս է գալի։ Ուրեմն վերջը լսեք։ Այս տղամարդը վեկալում է դուրս է գալիս, այս երկուսը խանութում են ու այն կողմի վրա քչփչում են, մեկ էլ արդեն բան չի մնացել, մի երկու ջուր է մնացել, որ հաշվի ու դուրս գանք։ Մեկ էլ այս տղամարդը իմ պապին ֆրոց սենց արը։ Այ քուր ջան։ Էդ ով էր այդ տղեն մեր պիվեն վեկալեց գնաց։ Ասես նայում եմ աշխատողին, նայում ենք իրար, ասեմ ոնց ով էր, ես ինչ իմանամ ով էր, ձեր հետ էր այդ մարդը, մեկ է սենց է։ Վայ արա։ Ու ծերը սենց խփում է գլխին։ Արա այդ ով էր, արա եկավ մեր պիվեկը վեկալեց գնաց, արա, հենց սենց։ Չասում ես աշխատողին, ասում չէ, այս ամեն ինչի հետ է կատարվում։ Այս աշխատողն էլ գիտի իմ հետ են, ասում կներեք էլի ձեր հետ են, ասում չէ իմ հետ չեն, ես ընդամենը խնդրել եմ, որ ջուրը դնեն մեքենայի մեջ։ Մի խոսքով այդտեղ խանութի մեջ այդ երկու պապին իրար են տալի, արա դու հավ չես, մեկը մեկին ասում, վայ արա մեկ ստեղ կանգնած ով եկա, որը մեր պիվեկը տարավ, այ քուր ջան, ես չեմ իմանում այդ ով էր, հենց մերը պետք է տաներ, արդեն ջոգում եմ էլի ինչու ասում, որ ես մի հատ նորից ասեմ, մի հատ էլ տվեք, ես էլ չկարողացա ինձ պայեմ, ասում եմ, դե ինչ ասեմ, որ ձե հալալա տանողին ասում եմ, դե որ ձեզանից տարավ, ուրեմն թող անուշ լինի, ինչ ասեմ, բայց ես վատ, մերել եմ, ընդամենը մտել էի մի բլոկ ջուր վերցնեի 1400 դրամ, երկու հատ էլ հաց, ամբողջ արժեքը կազմեց 7000 դրամ, իտոգում Յանի տարան իրանցից, մի հատ հիմա այս ջուրը ամեն անգամ խմելուց միշտ հիշում եմ այդ մարդկանց։ Ժողովուրդ, մի հատ մերսին, ինչ էր, մի հատ ապրես բալես, ինչ էր, կամ աղջիկ ջան, կամ քուր ջան, շնորհակալ եմ, մի խոսքով, իտոգում դարավ նենց, որ տիպը անծանոթ մեկը եկավ տարավ, էսա, այսինքն իտոգում նայում ես դու պարտավոր ես կամ ինչ-որ մի բան չկա էլի, այդ շնորհակալությունը իրականում չկա, որ ես կարայի ասեի գիտեք ինչ կա, չէ, ես չեմ գնի նման բան, շնորհակալություն ստեսություն, պրոստը այն վիճակներ, որ արդեն հայ է ես էի վերցնում, որովհետև ամանչում էի ասեի, մաման ընդեղից չանես, չի կարելի, մի խոսքով չանես, սենց, որ ասում եմ, խնդրեցի, իրանք էլ ինձ բան խնդրեցին, արեցի ու դարձավ նենց, որ տարան, այ քուր ջան, տարան։ Վայ ես գժվեմ ձեզ, են ինչ օր կցեցիք դուք դրանց, ասում ես սեվլներ էտ օրը, մի խոսքով հարցնում եք Քրիստիան գոնե ասա տարել են ավտոն սիրտներս տեղ են գնի, հա, տարել են, տեղադրեցին ավտոյի մեջ, ու տենց, բայց դեն որ ասում այ քուր ջան, ով տարավ, երեխեք ես իրականում որ անում եմ, դուք պետքա տենակ, որ ուղղակի հարմար չի էլի, այս վիճակս, որ ցույց տամ, գանձիս անել եմ դուրս, մի քիչ մաքրություն չի։